Որական ժամանակ առնանդամը փոքր է, նախադասությունը բազմաթիվ տղամարդկանց է անհանգստացնում և պատճառ դառնում կոմպլեքսների ձևավորմանը։ Տղամարդիկ, ովքեր ամաչում են գնալ սաունա, ամաչում են ընդհանուր բաղնիքում հանվել, ամաչում են ընկերների ներկայությամբ հանվել, չնայած բայց դե հիմա կարան տարբեր սիտուացիաներ լինեն, նույնիսկ ես ունեցել եմ պացիենտներ, ովքեր ամաչում են հասարակական զուգարանից օգտվել, ինչա թե որ իրանք մտածում են, որ իրանց առնանդամը փոքր է։ Դա անհատական բնույթ է կրում։ Առնանդամի նշանակությունը, եթե որպես այդպիսին ճիշտ է իրագործվում, հա, եթե սեռականության տեսանկյունից ենք նայում, այսինքն գրգռվելուց, օրինակ տվյալ անձնավորության մոտ ինքը նշում է, որ իր առնանդամը նորմալ ձգվում է, ինքը հարաբերությունները ըստ երևույթին նաև կարողանում է նորմալ վերջ, այդքանով բավարար է։ Որևէ դեղորայք փնտրել գտնել, որը քսելուց, խմելուց կամ մասաժանելուց անդամը կմեծանա, չկա եւ ոչ մի տրամաբանական օրենքով չի լինի։ Դա ձեր զարգացման ձևն է այդպիսին, դա ձեր գենետիկան է, դա ձեր հատկանիշներն են, դա ինչ-որ ասենց ձեռքբերովի եւ գենետիկ հատկանիշների ամբողջություն է, որ ձեզ է բնորոշ։ Հասկանում եք, մեկի մոտ էլ մի քիչ քիթն է մեծ, մեկի մոտ մի քիչ փուճուր է, մեկի մոտ ականջները սիրուն է, մեկի մոտ լոճտակ է եւ այլն, պատկերացնեք էլի, բայց կարող է ականջը լսում է։ Հիմա ականջի ձևը սենց է, թե սենց է, կարևոր ինքը լսողական ֆունկցիան իրականացնում է։ Հիմա քիթը մի քիչ մեծ է, մի քիչ փուճ է, կարող մարդը նորմալ շնչում է, չի շնչահեղձ լինում, խրխռում, ասենք օրինակ։ Տենց էլ անդամը։ Իջած ժամանակ ինչ գործողություն կարող կանեք անդամով, ընդհանրապես պետքա միզեք, всё, այդ ֆունկցիան կատարում է ինքը։ Ձգված ժամանակ էլ պետքա իրագործվի սեռական ֆունկցիա, այդ էլ է իրականացում։ Ինչ եք ուզում այդ խեղճ անդամից։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ամորձները չպետք է փախնեն վերև եւ կորեն մաշկի տակ։ Սա կարող է լինել կամ աճուկային օղերի թուլացման հետևանք, կամ արդեն իսկ ձևավորված աճուկային ճողվածք։ Այդ հարցով ձեզ պետք է նայի ուրոլոգը կամ վիրաբույժը, որովհետեւ վիրաբույժական մոտեցումը այս պարագաներում տարբեր կարող է լինել, հնարավոր է վիրաբույժը առաջարկի սպասողական տակտիկա ոչինչ չանել, հնարավոր է աճուկային օղերի թուլացումը կամ արդեն ձևավորված ճողվածքը պահանջի վիրահատական միջամտություն։